Մեդվեդևի վիրավորանքը ավելի շատ է ասում, քան նրա փաստարկը։ Երբ Փաշինյանը Երևանում հանդիպեց Զելենսկիին, Ռուսաստանի նախկին նախագահը քաղաքականություն չքննարկեց։ Նա նրանց անվանեց երկու անուղեղ ռուսաֆոբ եւ ծաղրեց, որ խոսում էին անգլերեն, թեև երկուսն էլ ռուսերեն գիտեն։ Հենց սա էր հարցը, ոչ թե անգլերենը, այլ անհնազանդությունը։ Մեդվեդևի համար սկանդալը այն չէր, որ Հայաստանը հյուրընկալել էր օտարերկրյա առաջնորդի։ Սկանդալը այն էր, որ Հայաստանի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը խոսեցին լեզվով, որը Մոսկվայով չի անցնում։ Ահա այսպես է հնչում կայսերական մտածողությունը, երբ նյարդայնանում է։ Այն չի հարցնում Հայաստանին ինչ է պետք, հարցնում է ինչու Հայաստանը չի մնում ռուսալեզու սենյակում։ Եվրոպան գալիս է Երևան, Ուկրաինան գալիս է Երևան, Հայաստանը խոսում է որպես ինքնիշխան պետություն, իսկ Մոսկվան պատասխանում է Բաքվի վիրավորանքներով, ռուսաֆոբ, թերարժեք, անգրագետ։ Սա ուժ չէ, սա վերահսկողության կորուստ է, ամբարտավանության ձևով։ Երբ ռուս պաշտոնյաները ծաղրում են Հայաստանին աշխարհի հետ այլ լեզվով խոսելու համամար, նրանք ռուսական մշակույթ չեն պաշտպանում, նրանք քաղաքական հնազանդություն են պահանջում։ Մեդվեդևը կարծեց վիրավորում է Փաշինյանին, իրականում ցույց տվեց խնդիրը։ Մոսկվան դեռ կարծում է, որ Հայաստանը իրեն պարտք է լեզու, հավատարմություն և թույլտվություն։